Այսօր սարքում ենք ամպյան կնկանչ թորաճաշ, խոզի մսով ձավարով։ Թորաճաշի համար մեզ պետք է խոզի միս և մի հատ չուգունի ղզղալ։ Հաճարը լվանամ, որ շերտ լսնեմ։ Տանեմ լվանը։ Նախորը խոզի միսը լվացել եմ, որ արյուն ու գնա, նրանից հետո բերել։ Դե հիմա շերտ դասավորենք։ Նախկինում, որ թորաճաշի էփել ենք, խոզի տոտիկներ ավել ենք իպել, կիթել ենք թորենը, ես տանի ղզղանին 4 կողմը խմորալ ենք, հացը թխելուց հետո, որ արդեն թորենը մարման դալա, մի այսքան ժեշտ կիթել ենք տակը, դեն ժամանակի մեն թույլ շտաղա էլել, որ մեն թույլ եմ դինենք, կասնա պրալն տղամարդիկ, կասնա վիջեցրալ պղնձը ղզղանը թորենի մեջ։ Միջև առավոտ դիպել է, առավոտին երենք կացալ, մամաս վեր պեցել է, տեսալ ենք, էլ ինքը փոլ է եկալ խոզի տոտիկները։ Դե հիմա խոզի մսով ենք սարքում։ Խոզի որ յուղա, տակը շարում եմ, է յուղոտը։ Տակը չվարելի յուղու դյուսկ է։ Միսը յուղոտ չի, քիչ էր յուղոտ, դրա համար կարող եմ հələ մի քիչ կարակ լսնեմ վրեն։ Թորաճաշը վեր պյացել ենք շատ համովալել, հոտը լևնելել, դե հիմա շերտ լսնում եմ։ Անհամբեր սպասում եմ տատ։ Վերջապես։ Բացենք տատ։ Հոպա։ Լյապ Դե սեր պետք է մլիտր կինի։ Եթե ոտո խոմով մարկա։ Ու թթու տատ։ Ու թթու։ Ուզում եմ փոխանցեմ ինչ բույր է տարածվել տանը, բայց ցավոք Վաու։ Էդիտի։ Թորաճաշը պատրաստ է։ Փորձենք։ Փորձենք։ Շատ լավ իփել է, բայց Շատ համով եմ։